Դե այդ բեռնատարները իջել են Վենսի այցը կազմակերպելու համար, կա այդպիսի բացատրություն դրան։ Դե այլ բացատրություն չէի սպասում։ Լավ, հիմա մի կարևոր հանգամանքի մասին։ Իսրայելում ապրողի աչքերով, արդյոք ինչ պետք է անել, որ հայ-իսրայելական հարաբերությունները չզիջեն իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները։ Ցավոք սրտի արդեն 23 տարուց ավելի ես անընդհատ փորձում եմ այստեղից մեսիջներ ուղարկել Հայաստանի կառավարությանը, նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի կառավարությունից սկսած, որ ասելով Իսրայել հասկանում ես Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ասելով ԱՄՆ հասկանում ես Իսրայել, այսինքն բարեկամանալով Իսրայելի հետ դու շատ ավելի հեշտ ու դյուրին հարաբերություններ կհարթես Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Այս հասարակ ֆորմուլը ցավոք սրտի Հայաստանում շատ դժվարությամբ են ընկալում, խոսքս կառավարության մասին է, իսկ այսօր արդեն շատ մտավորականներ, շատ կուսակցությունների ղեկավարներ, մարդիկ արդեն հասկացել են, որ Իսրայելը այսօր կապված Թուրքիայի որպես գործոն մեր ձար արևելքում, հատկապես Սիրիայի նվաճումից հետո, այս Ջուլանի կառավարության ստեղծումից հետո եւ Սիրիան գրավելուց հետո բավականին լուրջ մարտահրավերներ ու ձեռնոց է նետել Իսրայելին եւ Իսրայելը այս պարագայում, եթե տեսնում եք, վերջերս օրինակ Ժաննա Անդրեասյանին են օրեր առաջ հրավիրել փետրվարի 2-ին Իսրայել, այսինքն ամեն առիթին փորձում են հայ դիվանագետներին, հայկական կառավարության ներկայացուցիչներին հրավիրել։ Իմ կարծիքով Հայաստանը պետք է շատ լուրջ աշխատի Իսրայելի հետ հարաբերությունների զարգացման հետ կապված, տեսեք անընդհատ չգիտես ինչու տարբեր նարատիվներ են Հայաստանում ուրեմն անընդհատ պատտվում, որ Իսրայելը համար 1 թշնամին է Հայաստանի, Իսրայելը ամենաշատ զենքն է վաճառել Ադրբեջանին, բայց մոռանում ենք Ռուսաստանի վաճառած միլիարդավոր դոլարներով զենքերի ու հաստատակողական զենքերի մասին, Իսրայելը 3-րդ տեղում է Ռուսաստանից ու Բելարուսից հետո, սա չպետք է մոռանանք, հետո 44% նավթի Իսրայելը ստանում է մինչև այսօր Ադրբեջանից, եւ հետաքրքիր նորություն ձեզ ասեմ, որ Վենեսուելայի Մադուրոյի պատմությունից հետո հնարավոր է, որ Իսրայելը սկսի արդեն ավելի էժան նավթ ձեռք բերել Վենեսուելայից ամերիկյան տանկերների միջոցով, որը կկրկնակի հուսանք կնվազեցնի Իսրայելի կախումը Բաքվի նավթից եւ ես զգում եմ որոշակի, ասենք, մեսիջներ նաեւ Իսրայելի արտգործ նախարարության կողմից ուղղված Բաքվին, քանի որ Բաքուն ինչքան էլ որ ցկտի միջնորդ լինել Թուրքիայի հետ հարաբերություններ, Իսրայելի հարաբերությունների կարգավորման հետ կապված, ամենայն դեպս վերջին այցելությունը Բաքու Իսրայելի արտգործ նախարարության շատ հստակ մեսիջ էր Բաքվին, որ Բաքուն այն պետությունը չէ, որը կարող է լինել միջնորդ Թուրքիայի եւ Իսրայելի միջև հարաբերություններում։ Դրան ի հակադարձ մենք ունենք Իսրայելում հայկական համայնք։ Այո։ Հայկական համայնքը, որը կարող է եւ իրականացնել մեր ցանկալի քաղաքական լոբինգը, որը չի արվում այսօր։ Այ խնդիրը նաեւ սա է, բարձր։ Խնդիրն այն է, որ քաղաքական լոբինգ իրականացնելու համար բավականին լուրջ ֆինանսական ներդրումներ են պետք, բավականին լուրջ աջակցություն է պետք Իսրայելի հայկական համայնքին։ Խոսելով Իսրայելի հայկական համայնք որպես այդպիսին միավորի մասին, պետք է հասկանալ մոտ 6-7 հազար բնակչություն ունեցող տարբեր երկրի տարբեր քաղաքներում մասնացված բաժանված փոքրիկ համայնքի մասին, ենթադրենք 2000 հայ մաքսիմում ապրում է Երուսաղեմում, մոտ 3000 հայ ապրում է Գուշտան կոչվող մեծ Տել Ավիվ այս քաղաքներում եւ մնացած ասենք մոտ 3000 ապրում են նույն ասում ենք մինչև 10000 խառն ընտանիքներով, բայց էապես երբ որ ցույց են կազմակերպում 44 օրյա պատերազմի ժամանակ Իսրայելի արտգործ նախարարության դիմաց ընդ որում մենք 44 օրյայի ժամանակ 2 օրը մեկ ցույցեր, տարբեր տեսակի ելույթներ անդադար կազմակերպել ենք եւ ի տարբերություն ասենք Ռուսաստանի հայերի, ովքեր ոչ մի ցույց չկազմակերպեցին, մենք շատ լուրջ մեր ուժերի հնարավորությունների սահմաններում այդ բողոքի ակցիաները կազմակերպել ենք, ամենալավագույն դեպքում ամենամարտաշատ ցույցը մոտ 1200 հայ ենք կարողացել հավաքել։ Ցավոք սրտի կա Իսրայել-Հայաստան ներողություն Հայաստան-Իսրայել միջխորհրդարանական բարեկամության խումբ Հայաստանի ազգային ժողովում, որը ոչինչ չի անում այս պահի դրությամբ, որևէ աշխատանքներ չի իրականացնում,
եւ նրա մեջ ընդգրկված են ոչ միայն դիմությունը, այսինքն քաղաքացիական պայմանագիր, այլև ընդդիմադիր կուսակցության բոլոր ներկայացուցիչները, բոլոր կուսակցություններից, բայց որևէ մի քայլ, ասենք թեկուզ խորհրդարանական մակարդակով Իսրայելի հետ Հայաստանի կառավարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում։ Իսկ մենք մեր հեշտին անում ենք մեր աշխատանքները, մենք ունենք, գիտեք, Պետախտիկվայի մեր միությունները, մենք ունենք այստեղ Հայոց ցեղասպանության տեղադրված հուշարձանը, որը 2020 թվականին ենք տեղադրել եւ նաեւ տարբեր համերգներ են կազմակերպվում տարվա կտրվածքով, ապրիլի 24 ենք նշում, այսինքն իսրայելյան տարբեր կազմակերպությունների հետ, հատկապես օրինակ Պետախտիկվայի քաղաքապետարանի հետ ենք շատ ակտիվ աշխատում, այսինքն ժողովրդական դիվանագիտությունը մեզանում այստեղ աշխատում է, բայց մենք շատ ավելի մեծ մասշտաբի, այլ մեծ տրամաչափի աշխատանքներ իրականացնելու համար իհարկե Հայաստանի Հանրապետության աջակցություն ունենք, օրինակ շատ կցանկանայինք նույնիսկ կրկնել Իսրայելի մշակութային օրերը Հայաստանում կամ Հայաստանի մշակութային օրերը, ասենք Իսրայելում, որքան լավ կլիներ մեծ, ասենք, պարային խմբեր Հայաստանից ընդունենք եւ ասենք ինչպես նախորդ տարիներին էր։ Ամբողջը այսպես բարձր թողի վիճակում է ցավոք սրտի, բայց դրական ազդակներ նույնիսկ կրկնում եմ կան, վերջերս օրինակ Զարե Սինանյանն էր Սփյուռքի գործով գլխավոր հանձնակատարը, եկել էր նաև Երուսաղեմ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներ տեղ ունեցան թե Երուսաղեմում, թե Հայֆայում եւ թե Թել Ավիվ-Яֆոյում, որտեղ մի շարք կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպումներ տեղ ունեցան, այսինքն շարժը կա, բայց պետք է շարժը ոչ միայն հայկական համայնքի հետ այդ հարաբերությունները ամրացնել, այլ պետք է աշխատանքներ լուրջ տարվեն իսրայելյան բոլոր կազմակերպությունների, թե հասարակական, թե քաղաքական եւ թե միջկառավարական եւ թե նաեւ միջխորհրդարանական գետնի վրա։